ստիպել է։ Նախ անպայման ուզում եմ ասեմ, որ ես շատ սիրում հակում եմ ստեղ նստած բոլորի, բոլորով եմ Սրբազանի առջև։ Բոլորը ստեղ բացառիկ հայրենասերներ են եւ ինձ համար իսկապես մեծ պատիվ է, որ ես հիմա ստեղ եմ։ Անգեզ եմ ասում։ Ես անգամ բանդում շատ լավ նստած եմ։ Չհաշված որ ասեք իմ երեխեքը մի քիչ էս սպահում սեցա։ Թե չէ ես հիմա 3 ամիս կերկարացնեք, 7 տարի կերկարացնեք, ես այդտեղ հաղթած եմ։ Նիկոլը թող մտածի։ Իրա վախերը մտածեն։ Բայց հիմա ինչ եմ ուզում ասեմ ստեղ։ Առաջի օրից ես եկա ասեցի, մենք տարբեր կազմակերպություններ ենք, բացարձակապես այս կազմակերպության հետ ես կապ չունեմ, ճիշտ է։ Հիմա ահաբեկչության մասով ասեմ, մի քիչ ուզում եմ, մենք ահաբեկիչներ չենք, մենք ազատաբերներ ենք, ես շատ հստակ ուզում եմ այսյան կձեմ, շատ հստակ, մենք ազատահարներ ենք ու Հայաստանի Հանրապետությունը ազատագրելու ենք, անկախ ամեն ինչից, անկախ դատարանը ինչ որոշում կկայացնի, մենք ազատագրելու ենք, ես գիտեմ ինչի համար եմ նստած, իրավաբանորեն չգիտեմ, այ ուզում եմ իրավաբանորեն իմանամ, քաղաքական եմ նստած, դա պարզ է, բայց իրավաբանորեն 5 ամիս է ես նստած եմ Պատվարժան դատարան, մի հատ պաշտած ձևով չեն ներկայացրել, թե ինչ կապ ունեմ, ինչ առնչություն ունեմ ես այս գործի հետ։ Նախ գործը ահաբեկչության հետ կապ չունի, դա հստակ է, բայց երկրորդն ես ինչ կապ ունեմ այս գործի հետ, ահաբեկչության հետ կապ չունեցող գործի հետ, ես ինչ կապ ունեմ, ինչի համար են ինձ ձերբակալել Պերեսը։ Ես ինքս գիտեմ ինչի համար են ձերբակալել։ Նոր հանցանք գործելու մասով ինձ հունիսի 25-ին ձերբակալել են, հունիսի 25-ին ձերբակալել են եւ ինչպես ասեցին վեգայի կարգավիճակով, քննիչը նստած զանգեր է սպասում, ինձ որպես վեգայի կարգավիճակով է թե մեղադրյալ է։ Զանգեր սպասում, 4 ժամ, 5 ժամ զանգը չեկավ, վերջում դատաբանը պաշտպանց է, մյուս պաշտպանը ճանապարհին էր, ասեց չէ, դուք կարող ես արդեն գնալ։ Ինձ տարել էին Եղվարդ։ Հիմա ես ինձ արդեն տարել են հունիսի 25-ին, հետո ես իջել եմ հետ Սրբազանից մոտ, որտեղ որ ձերբակալել են, ես ասել եմ հրապարակային, ասել եմ մտածածիներ ամեն ինչը, Երանի չի լիներ հեղաշրջման պլան, դա եմ ասել եմ Երանի լիներ, Երանի այդ պլանը լիներ, մենք էլ իմանանք որպես բան կա, բայց ցավոք այդ պլանը չկա, գոյություն չունի, էդի մտածածինա, էդի Աննա Հակոբյանի բանի հայկական ժամանակի մեջ են այդ մասին գերե, լավ ինչ որ է, հիմա չանդրադառնամ։ Դրանից հետո ես 10 օր ազատության մեջ եմ եղել Պատվարժան դատարան։ Եթե ես ահաբեկչություն էի մտածել, մի հատ հետո կքննարկենք թե ես ինչքանով կարող իմ ազգի նկատմամբ ահաբեկչություն անեմ, իմ երեխեքի նկատմամբ, մի խոսքով։ Բայց եթե ես նպատակ էի դրա որ ահաբեկչություն անեի, կամ կային զենքեր, դինամետիկ, որը որ ասում էր քննիչը, բայց 10 օրվա ընթացքում ես կոչնչացնեի, կամ ահաբեկչությունը կհասցնեի կադարկածեի, բայց ոչ մի բան տեղի չի ունեցել, ոչ մի բան, ոչ հակառակը, ես իմ ակցիաները շարունակել եմ նույն ձևի, միշտ կառավարության մոտ իջել եմ, ինչպես որ օրենքի տարին համապատասխան գործել եմ, ես դա միշտ ասել եմ, իմ զենքը օրենքի տարին համապատասխան գործելն է։ Ես օրենքի տարին համապատասխան գործել եմ, շարունակել եմ գործել, եւ ինչի մասին է խոսքը։ Եթե ահաբեկչություն էի ուզում իրականացնել, ես այդ 10 օրվա ընթացքում կիրականացնեի։ Հիմա եթե ես 10 օրվա ընթացքում ահաբեկչություն չիրականացրեցի, բնականաբար չէի իրականացնել, ել եմ ասում, ախր ահաբեկչության գործ են ներկայացրել, ոչ տարածքը կա, ոչ կա մոտավորապես ով էր դուժելու, որ տարածքում էինք անելու, ինչ զենք զինամետրով էինք անում, ոչ մի բան չկա, ահաբեկչություն դերն նստեցրել են, գոնե իմանանք ինչ զենքով պետք է անեինք, գոնե իմանանք, ասենք մոտավորապես Դեբրոցում պետք է անեինք, Մանկապարտեզում, հասարակական տրանսպորտում, որտեղ պետք է անեինք այդ ահաբեկչությունը, ասենք այդ ամեն ինչը պետք է իմանանք, բայց չգիտենք, որովհետև չկա։ Հիմա վեգաների մասով, հիմա ես հասկացա, որ իշկար հանցանք կատարելու ռիսկը ասեցի, հանցանք կատարելու ռիսկի մասին ասեմ ձեզ, ես 2018 թվականից եկել եմ Հայաստան, մինչև այդ նստած եմ քաղբանդարյալ Վրաստանում, Վրաստանի ազգային ժողովը պաշտոնապես ճանաչել է, որ ես քաղբանդարյալ եմ եղել, ինձնից պաշտոնական ներողություն է խնդրել, առաջին արձագանքի միջալուց ասեմ, որ եղել է Միքայել Սաակաշվիլի կողմից, երբ որ ինձ ահաբեկչության համար ձերբակալեցին, առաջին արձագանքը եղել է Սաակաշվիլի կողմից, այս աշխարհում ինձ 3 հոգի մարդ է մեղադրում ահաբեկչության մեջ, Սաակաշվիլին, Ալիևը, մեկ էլ Փաշինյանը։ Այս 3-ն է մեղադրում, ուրիշ մարդ չկա, գոյություն չունի, որ ինձ ահաբեկչության մեջ մեղադրել, որ ասել ես կարող եմ, ես հայ երեխու չեմ, ես աշխարհի ոչ մի երեխու հանդեպ չեմ կարող, թուրքի երեխու հանդեպ ես չեմ կարող պատինեմ, ես ինչի մասին է խոսքը, ինչի պետք է այս ահաբեկչություն անեմ։ Լավ, հիմա վեգաների մասով, այստեղ ասում են, Պատվարժան դատարան, ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրեմ, ուրեմն 32 վեգայից ոչ մեկ իմ անուն ազգանունը չի տվել, ոչ մեկ չի տվել իմ անուն ազգանունը, բայց ավելին ասեմ ձեզ 100 քննիչից է բաղկացած այդ խումբը, բարոյ իրականացնող մարմնի խումբը 100 քննիչներից, 100 քննիչից եւ ոչ մեկը կես անգամ Չախարյանի մասին հարց չի տվել։ Ոչ մի անգամ ոչ միտեղ Չախարյանի մասին հարց չկա։ Եթե այդ գործը ինչ-որ մի մատ չափով ինձ վերագրել էր Պատվարժան դատարան, միթե 100 քննիչներից որևիցե մեկը եկան
կայացությունը չէր հերիքում, այդքան կոմպետենտությունը չէր հերիքում, որ գոնե կես հարց ձևակերպել է Չախարյանին մի օր տեսել ես, մի օր լսել ես, չկա, ոչ մի հարց չկա։ Հիմա իմ մոտ հարց է ծագում, հարգարժան մեղադրողներ,